Գազայի արևելքում Ալ-Շուջայա թաղամասում 9-րդ օրն է, ուղարկավորություններ են։ Մարտի 18-ին է Իսրայելը խախտել հրադադարն ու վերսկսել ռմբակոծությունը։ Մայրերը որդիներին, թե որդիները մայրերին պիտի թաղեն։ Իսրայելական դժոխային ռմբակոծությունից հետո Գազայի բնակիչների մահվան աղոթքներին կյանքի աղերսներ են միախառնվել։ Մարդիկ դեռ հույս ունեն փլատակների տակ ողջ մնացածների գտնել։ Վեր կացա, որ աղոթեմ, հանկարծ հարվածներ զգացինք։ Ինչ որ բան ընկավ վրաս, կանչեցի որդուս Սահիմին, որ օգնի։ Ասացի քարեր են ընկել վրաս, նա ասաց ուր ես, ես ոչինչ չեմ տեսնում։ Թել Ավիվը պնդում է, թե օդային հարվածներ է հասցրել Գազայում Համասի հենակետերին, եւ որ այդ ռազմական գործողության արդյունքում Համասի բարձրաստիճան սպաներ են ոչնչացվել։ Սա մեր տունն է, ռմբակոծվել է պատերազմի առաջին օրերին։ Սպասում էինք լուսաբացին, որ աղոթենք, հետո իմացանք, որ հրթիռը հարվածել է մեր տանն ու շրջակայքին։ Նույնիսկ եթե Նասերի հիվանդանոցում Համասի ներկայացուցիչներ թաքնված լինեին, ինչպես կարելի է ռմբակոծել այն։ Մինչև հիմա ուշքի չեն գալիս բժիշկները։ Տասնյակ մարդկանց հետ հիվանդանոցում սպանվել է նաև Համասի ֆինանսների ղեկավար Իսմայիլ Բուրհումը։ Նա բուժվում էր այդտեղ, ավելի վաղ ստացած բեկորային վնասվածքներից։ Ապահով տեղ չկա, անգամ ապաստարանում վախենում եմ, որ մի տեղից հրթիռ կխփի։ Երեխաներիս գրկած եմ քնում, նույնիսկ փորձում եմ մեծ երեխաներիս ինձ մոտ պահել։ Ում կթաղենք այսօր, ում վաղը։ Նասերի հիվանդանոցում աշխատող ամերիկացի կամավոր բժիշկները նույնպես չեն մոռանում գիրակնորյա սարսափը։ Իջնում էի վիրաբուժական բաժանմունք, ուզում էի հիվանդներիս Իբրահիմի ու 16-ամյա տղայի վիրակապերը փոխել։ Հենց այդ ժամանակ ռումբը հարվածեց, երկուսն էլ մահացան։ Իսրայելի վերջին հարձակումից Գազայում 792 զոհ ու ավելի քան 1200 վիրավոր կա։ Գազայի գրեթե ոչ մի բնակիչ իր տանը չի ապրում։ Սպանվել են, վիրավորվել կամ տեղահանվել ամեն մեկը մի ծանր պատմությամբ։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։